Մենք տեսանյութի օգնությամբ ծանոթացանք Դեմբոյի եւ Ջեմիի հետ, բայց նրանց անտառային արկածների մասին ավելի մանրամասն ենք ուզում իմանալ, ոչ միայն տեսանյութի միջոցով, այլ իհարկե պետք է գնալ հեքիաթերեն ինտերակտիվ թատրոն ներկայացումը դիտելու, բայց մինչ այդ կարող ենք զրուցել մեր հյուրերի հետ, իմանալով շատ հետաքրքիր մանրամասներ նաեւ ստեղծման պատմության մասին այս ներկայացման։ Ճիշտ է, ես էլ շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին, որոնք արդեն տաղավարում են եւ այսպես Դեմբոն ու Ջեմին հեքիաթի հեղինակ Շուշանիկ Գրիգորյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ հեքիաթերեն ինտերակտիվ տեխնիկային թատրոնի հիմնադիր Անի Ամսեյան, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք տաղավարում հյուրընկալվելու համար, ինչպես եք սկսել այսօր առավոտը։ Հրաշալի, շատ լավ տրամադրվածությամբ։ Շատ վաղ եք արթնացել, որ դեռ տաղավար, ահա։ Միշտ բոլորը դա են, չէ՞, կարծես առաջինն ասում։ Լավ, ես առաջարկում եմ մենք մեր զրույցը սկսենք հենց փառատոնի մասին երևի թե խոսելով, հեքիաթերենի մասնավորապես մասին խոսելով, առհասարակ մենք խոսում ենք մինչ հարցազրույցը սկսել, որ արդեն 7-րդ անգամ է անցկացվում այս նախագիծը, բայց հետաքրքիր է փոքրիկ այսպես էքսկուրս կատարել պատմական, հասկանալու թե ինչպես առհասարակ միտքը առաջացավ այս նախագիծն իրականացնելու։ Ճիշտ է, 7-րդ տարին է, որ կա արդեն գոյություն ունի հեքիաթերենը եւ հեքիաթերենը մի լեզու է, որ կապում է մեր եւ երեխաների սրտերը, այսպես ասած։ Մենք հանդես ենք գալիս ինտերակտիվ տեխնիկային ներկայացումներով, որոնց շատ ակտիվ մասնակցում են ամբողջ ընթացքում երեխաները եւ կարելի է ասել, որ ներկայացումը ստեղծվում է տեղում փոքրիկների անմիջական մասնակցությամբ, ներգրավվածությամբ եւ ստեղծագործական ընթացք է բոլորիս համար։ Իրականում դուք միաձուլել եք երկու բավականին բարդ ձևաչափերը, տեխնիկային թատրոնը տեղից աշխատանքը բարդ է, արտիստների համար տեխնիկավարությունը դժվար է եւ աշխատանքը երեխաների հետ։ Մի բան է խաղալ երեխաների համար, մի բան է նրանց էլ ներգրավել։ Ինչպես են այս աշխատանքները դեռ առաջին տարիներին ձեզ մոտ ստացվել, բնականաբար գնալով ավելի զարգացել եւ հեշտ է տրվում հիմա։ Իրականում ճիշտ եք, փորձառությունը շատ կարևոր է եւ տարիների ընթացքում գնալով ավելի լավ է ստացվում այդ շփումը, ավելի ճկուն կերպով ենք այսպես կարողանում երեխաների հետ հարաբերությունը կառուցել, բայց ամենասկզբից եթե սերը չլինի եւ այդ փոխադարձ համակրանքը չլինի երեխաների հետ, որևէ բան չի ստացվի, որովհետեւ գլխավոր նախապայմանը դա է, որ պիտի երկխոսություն տեղի ունենա քո եւ երեխաների միջեւ։ Ես առաջարկում եմ անցնենք արդեն պատմությանը հիմնական, մենք ընթացքում հասցրեցինք նաև ուսումնասիրել գիրքը, որը այո հիմա ձեր ձեռքերում է, թերևս ամենակարևոր հարցը, ինչպես առաջացավ գաղափարը, ինչից ոգեշնչվեցիք, որպեսզի այս պատմությունը գրեք։ Պատմությունը ստեղծվել է երևի 7-8 տարի առաջ, քրոջս տղային քնեցնելուց, ինքը սիրում էր, որ հեքիաթներ պատմեմ, ու չգիտես, չեմ հիշում ինչպես եղավ, որ կոկորդիլոսի եւ զեբրի մասին պատմեցի։ Ու երբ որ պատմում էի, ինքը իր հարցերով, գույները ոնց որ ավելի միասին էին կարծես է ստեղծում։ Ես համարում եմ, որ այդ փոքրիկն է հեղինակ։ Համահեղինակ։ Համահեղինակ, որովհետև միասին էինք ստեղծում։ Հետո արդեն երբ որ իմ փոքրիկներին պատմեցի, նաև քույրս խնդրեց, որ գրեմ, երեխան պահանջում է, չգիտեմ ինչ պատմեմ, գրեցի ուղղակի, որ ինքը տեսնի, թե ինչ պետքա պատմի, որովհետև միշտ դա էր ուզում։ Հետո տեսանք, որ հետաքրքիր է, կարելի ավելի զարգացնել, կարելի ավելի գեղեցկացնել ու արդեն դարձավ երազանք գիրքը ձեռքիս ունենալը։ Երազանքը իրականացավ անցած տարի, իսկ երբ որ արդեն դե Անիենց հետ շատ մտերիմ էինք, երեխաները շատ են սիրում հեքիաթերենին, իրենց բալիկի ծնվելուց հետո որոշեցի գիրքը նվիրեմ բալիկին ու արդեն այդտեղից միտքը Անի որոշեց, որ պետքա սա լինի նաև ներկայացում։ Իսկ ինչի մասին է պատմությունը։ Պատմությունը ընկերասիրության, շնորհակալ լինելու կարողության, որտեղ ժամանակել մենք պետքա կարողանանք շնորհակալ լինել, նաև ազատ լինելու, բայց այդ ազատությունը ամեն բան ունի իր սահմանափակումը, այնպիսի ազատության, որ մենք ինքներս մեզ չվնասենք, նաև ուրիշին չվնասենք, իրականում շատ բաների մասին է, կյանքի մասին եւ այլն։ Շատ ուսուցողական հեքիաթ է։ Այո, ուսուցողական, դրական։ Հետաքրքիր է, որ շատ հաճախ երեխաներին, երբ ստեղծում ենք այդ պահին հեքիաթներ, պատմում ենք արքայադստրերի կամ ավելի հայտնի կերպարների մասին, ինչպես առաջացավ գաղափարը մեկ հեքիաթում մեկտեղ էլ զեբրին, կոկորդիլոսին, մենք նաև նկարազարդումների մեջ տեսանք փղիկին, կենգուրուին եւ այսպիսի կերպարներ։ Գուցե նրանք ավելի գունեղ էին, դա է պատճառը։
Բացի գունեղը, քանի որ փոքրիկ երեխան դեռ արքա է դուստր եւ այլն, 1.5-2 տարեկան էր ինքը, այսինքն ավելի կենդանիներ էին իրան հետաքրքրում։ Դրա համար ավելի կենդանիների մասն է պատմում ու միշտ ոնց որ կոկորդիլոս ինքը գիշատից չար կերպար է, ինձ մոտ ինքը ամենաբարի միշտ շուտող կերպար է, այսինքն որ ինքը ազատ է ընտրել թե ինչ է ուտում, ինչ ընտրություն ունի։ Նկարների մեջ փաստորեն ելակ ուտող կոկորդիլոսն է հերոսը։ Այո, ելակ ուտող կոկորդիլոսը իմ հեքիաթի ջեմին է։ Իսկ մյուս կերպարները ավելացան, քանի որ ինտերակտիվ էր, հեքիաթը ինքը ինտերակտիվ է ու դրա համար ցենց ավելի հեշտ է երևի դարձել բեմադրություն։ Ինքը սիրում էր խաղային ձևով, որ ինչ-որ հարցեր տամ եւ այլն, այդ մյուս անտառի մյուս բնակիչները օգնում են, որպեսզի ջեմին իր հանձնարարությունները կատարի։ Հիանալի։ Անի ժամանակակից հայ մանկագիրները իրենց առանձնահատուկ տեղ ունեն իհարկե Քյաթերենի այս նախագծի ընթացքում հետաքրքիր է, քանի որ ձեր փորձը այս առումով նաև մեծ է, ինչպիսին են առհասարակ այսօր մեր մանկագիրները, արդյոք ունենք շատ մանկագիրներ, շատ նմանատիպ ստեղծագործություններ եւ արդյոք ունենք նաև շատ նմանատիպ ստեղծագործություններ առաջարկելու հնարավորություն մեր երեխաներին։ Մենք շատ ենք կարևորում մեր հայ ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունները երեխաներին ներկայացնելը, քանի որ այս բոլոր ստեղծագործությունները եւ պատմությունները ժամանակի շնչով են գրված, լեզուն շատ ժամանակակից է, իրադարձությունները շատ այսօրվա ռիթմին համապատասխանող ռիթմով են զարգանում, ինչպես նաեւ այսօր երեխային հուզող եւ մեզ շրջապատող խնդիրների մասին են այսպես, խնդիրների հարցերն են բարձրացնում, դրա համար եւ քանի որ դրանք հրաշալի են ու մենք ինքներս շատ ենք սիրում մեր հայ ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունները մեծ ոգևորությամբ ենք ներկայացնում եւ ապագայում էլ պլանավորում ենք այսուհետ իհարկե կլինեն այլ բեմադրություններ եւս, բայց սա մեզ համար առաջնային այսպես նպատակ է ներկայացնել հայ ժամանակակից մանկագիրներին մեր փոքրիկներին։ Իհարկե ջեմի եւ դեմբոյի արկածները միակը չեն հեքիաթերենում եւ բոլոր մյուս ներկայացումներին պիտի ասեի հեքիաթներին հետևելու համար կարող եք գտնել սոցհարթակներում հեքիաթերենի էջը, որպեսզի տեսնեք թե որտեղ կարող եք մասնակիցը դառնալ այս ինտերակտիվ ներկայացումներին։ Եվ կարծում եմ, որ այո, հնարավորություն կունենաք նաև շատ հետաքրքիր ձևաչափով ներկայացումներ տեսնել, ամփոփելով մեր զրույցը, կարծում եմ պետք է նաև այս հարցը անպայման ուղենք, ինչ ներկայացումներ են այլ սպասվում առհասարակ առաջիկայում եւ ինչին պետք է ուշադիր լինեն մեր հեռուստադիտողները, որպեսզի բաց չթողնեն։ Շուտով ամանոր է եւ բնականաբար ամանորյան ներկայացմանն ենք պատրաստվում եւ առաջիկայում եւս պլաններ ունենք այլ ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունները բեմադրելու հրավեր ունենք այս պահին Եվրոպայից եւ այդ ուղղությամբ ենք աշխատում, որ մի քանի եվրոպական երկրում պիտի ներկայանանք։ Այսպես մեծ ոգևորությամբ սպասում ենք ապագայի պլանները իրագործելուն։ Շուշանիկից մենք սպասենք ձեզնից նոր ստեղծագործություններ։ Այո, երևի շատ հեքիաթի շարունակության, այսինքն նույն կերպարներով նույն պատմության շարունակության։ Դե շնորհակալ ենք, ձեզ մաղթում ենք հաջողություն եւ վստահ ենք, որ դեռ հնարավորություն կունենանք ձեզ հյուրընկալելու մեր տաղավարում։ Շնորհակալ ենք։ Շարժվենք առաջ, լսենք երաժշտություն։